Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այսօր քննարկում ենք շատ կարևոր նախագիծ, հեծի պետականացման կամ հեծը պետությանը վերադարձնելու վերաբերյալ, այս մեծ վերնագրով կարելի ասել, սակայն մեր ընդդիմադիր գործընկերները դա այսպես ասացին, որ հեծը խլելու նախագծի մասին է քննարկումը։ Շատ վատ է, որ դուք այդպես եք ասում, որովհետև հեծը չեն խլում, հեծը վերադառնում է պետությանը, եւ այդ ընթացքում սկսվեցին նաեւ մեղադրանքներ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի վերաբերյալ, այո, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հաստատ լավ չի աշխատել եւ եղել են շատ ու շատ խնդիրներ, որոնք մենք բացաձայնել ենք։ Եվ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ կապված եղել են բազմաթիվ հարցեր հենց հեծի վերաբերյալ։ Եվ երբ նախագահը նախկին եկել էր մեր հետ քննարկման, մենք իր հետ շատ լուրջ եւ շատ ծանր քննարկում ենք ունեցել, եւ այդ քննարկումից հետո տեղի ունեցան այն հայտնի դեպքերը եւ մենք ունեցանք նոր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ղեկավար։ Ասում եք բողոքներ չկան, ժողովուրդը անընդհատ բողոքում է։ Ասում եք էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է, Տիկին Խամոյան։ Տիկին Խամոյան, ես չգիտեմ դուք ձեզ ինչի բախտագուշակի տեղ եք դրել, բայց դուք այսօր այստեղից չեք կարող ասել 100%-ով, որ էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է, որակը վատանալու է։ Հենց հիմա էլեկտրաէներգիայի որակը այդքան էլ լավ չի։ Եվ երբ որ մի հատ ուժեղ քամի ա լինում եւ քեզ թվում է, որ էլեկտրասյուները գլխի տանգնելու, մի հատ գնացեք բաներում, մազերում մի հատ պտտվեք, տեսեք էլեկտրասյուների վիճակը ոնց է։ Ուր են այդ ներդրումները, որ Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը տենց արել են։ Ուր են այդ ներդրումները։ Էլեկտրաէներգիայի հետ կապված այդ ներդրումները որտեղ են։ Մենակ խոսում եք, գալիս եք ստեղ անընդհատ ինչ որ ի պաշտպանական ճառեր եք ասում, եկեղեցի, ահաբեկչություն, սա խառնեցիք իրար։ Եկեք տարանջատենք ամեն ինչը եւ քաղաքական հետապնդումը թողնենք մի այլ տեղ եւ հեծի պետականացման վերաբերյալ այս նախագիծը թողնենք այնտեղ, որտեղ որ կա։ Շնորհակալ։ Վլադիմիր Վարդանյան։ Պարոն Ռուբինյան, համաձայն եմ պարոն Դանելյանն հետ, խնդրում եմ հետևեք ժամանակին, որպեսզի բոլոր հնարավորությունները Ժամանակին կհետևեմ։ Այո, հենց իմին հետ կհետևեք։ Ես հասկացա Ժորժ, այստեղ խառնաշփոթ է, պարոն Մինասյան։ Խնդիրը նրանում է, որ մենք մի Սամվել Կարապետյան չունենք, մենք ունենք 3 Սամվել Կարապետյան եւ սրա մասին պետք է ասել։ Դրանք տարբեր մարդիկ են, Ժորժ ջան։ Ուրեմն մեկը ձեր կողմից մատնանշված բարերարն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երկրորդը Ռուսաստանի Դաշնությունում ապրող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող ձեռներեց եւ մի հատ Սամվել Կարապետյան կա, որը Կիպրոսի քաղաքացի է։ Ուրեմն ոնց հասկանում ես Կիպրոսի քաղաքացի Սամվել Կարապետյանն է հիմա, որ հայց է ներկայացնելու արբիտրաժային դատարան Հայաստանի Հանրապետության դեմ։ Հիմա ուզում եմ հասկանամ, էլի այդպես 3 կարգավիճակով ոնց ենք շարունակելու գնանք առաջ, օրինակ այդ հայցը ոնց է կոչվելու բարերարն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Չէ, իրոք էլի մենք տարեք հասկանանք ումն է հեծա, ում ներդրումն է, ռուսականն է, Կիպրոսից է, Կիպրոսում Ժորժ ջան, նենց եմ ուզում Կիպրոսի գործընկերներին հարցնեմ, էլի պարոն Կոնջյան, բարեկամության խմբի ղեկավար եք, մենք հարցրեք էլի, տենց լուրջ ընկերություն կա էլեկտրոէներգիայի ոլորտում ձեր մոտ աշխատող։ Ժորժ ջան, չի կարելի sense բան ասել։ Հա, Տիկին Գրիգորյան ջան, Նիկովիչ շատ հարգված։ Այդ որ ասում եք 50 տարով չի բարձրացնելու, ասում է գինը չի բարձրացնելու Սամվել Կարապետյանը, դա մատնանշեք որ Սամվել Կարապետյանն է ասել, ռուսաստանցի Կիպրոսին թե հայաստանցին, մեկ մի հատ հարց էլի, ժողովուրդս լավ է հեծի վիճակը, բախի է 100% բաժնետոմսերը հիմա գրավադրված վարկի դիմաց։ Խե գրավադրված, Արլիսում կամ փաստաթղթերը։ Ես այստեղ կդադարեցնեմ, Արոն Ռուբինյան, ցույց տալ համար պետք է ժամանակին ավարտել։ Շնորհակալ եմ։ Արման Եղոյան, վերջին ելույթը, որից հետո խմբակցությունների անունից ելույթներ կլինեն։ Շնորհակալություն։ Մեր սիրելի Տիկին Աննա Գրիգորյանը էլի փորձում է շահագրգռել քաղաքացիներին խոստումներով, մասնավորապես Սամվել Կարապետյանի անունից փոխանցում է քաղաքացիներին, որ առաջիկա 50 տարիներին, թեկուզ վաղուց հայտարարություն 50 տարիներին հոսանքը չի թանկանալու, բայց ուրիշ բան էլ որ հաշվի չառնենք, գոյություն ունի բնական ինֆլյացիա։ Իսկ ինչի հաշվին չի թանկանալու, եթե նույնիսկ չթանկանա։ Գիտեք ինչի հաշվին չի թանկանալու։ Նրա հաշվին, ինչի հաշվին, որ 11, 12 եւ 13 թվականներին չէր թանկանում գազը։
ինչի հաշվին չէր թանկանում, որովհետև դիմացը ընտրություններ էին։ Ես չեմ կարող ասել թանկանալու է թե չէ։ Ես չէ, մենք խոսում ենք 50 տարուց, ոչ թե մյուս տարուց, ոչ թե 2 տարուց, ոչ թե 5 տարուց, դա չգիտեմ, բայց 50 տարում գոյություն ունի բնական ինֆլյացիա եւ որևէ մեկը չի կարող ասել, որ 50 տարում, երբ մենակ լուցկին է, որ 50 տարում կարող ես ասել, որ չի թանկանալու։ Բացի լուցկից 50 տարում ամեն ինչ թանկանում է, որովհետեւ գոյություն ունի բնական ինֆլյացիա, որտեղ փողերը տպվում են, շատանում են եւ նոմինալ արժեքը ապրանքի մեծանում է։ Բայց վերադառնալով գազին, այդ խոստման գինը ո՞րն է եղել, երբ որ բանից 13 թվականի ընտրություններից առաջ ասում էին, որ գազը չի թանկանալու, այնա պարոն Մամիջյանը կհիշի։ Վերջում ինչ եղավ այդ չթանկանալու գինը։ Ռուսները եկան հաշիվ ներկայացրեցին, ասին, եղբայր, գազը թանկացել է, ուղղակի դուք ձեր ժողովրդին չէիք ասել։ Խնդրում ենք հայ-ռուս գազարտի մնացած 20% պետական բաժնեմասը փոխանցել մեզ։ Կառավարությունը վերցրեց փոխանցեց, բա ինչ պիտի աներ։ Այսինքն դա հետաձգված վճարում էր, ոչ թե չէր թանկացել։ Թանկացել էր, ուղղակի մարդիկ չգիտեին դրա մասին եւ վճարեցին հայ-ռուս գազարտի 20% պետական իրենց պատկանող բաժնեմասով հետաձգված վճարումով։ Իհարկե կարող է 50 տարի չթանկանա եւ 50 տարուց ինչով ենք վճարելու, այդ չթանկացած հոսանքի դիմաց։ Ասեք ինքներդ։ Շնորհակալ։ Պատիվ ունեմ խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Սիրելի քաղաքացիներ, ես դահլիճի այս հատվածի հետ չեմ խոսելու, որովհետև նախ իմաստ չունի, որովհետև անգամ չեն հասկանում, որ իրանց փուրն են տալիս, ինչպես լավ խոսեց գործընկերս դրա մասին, ինքնապաշտպանական բնազդ, դստաբանականություն, ամեն ինչը արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք։ Մի քանի բան, որի մասին քննարկվեց։ Առաջինը, պարոն Վարդանյան, այդ գրավադրման հետ կապված դրան համաձայնություն ձեր կառավարությունն է տվել։ 1, ինչով 2 անգամ ընդրում։ Երկրորդ, մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4.8 քանի դրամով։ Դրա մեջ հեծի մասնաբաժինը 0 է։ Այսինքն այն, որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 քանի դրամ թանկ, դա մեջ հեծի մեղքը 0 է։ Շարունակեմ գործընկերներիս ասածը թանկանալու հետ կապված։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հեծը կամ նմանօրինակ կառույցները ազգայնականացվում են։ Բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել։ Անխտիր, որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել։ Ու բնականաբար ձեզ ձեռ է տալի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Փաշինյանը աշխարհում հանդես են գալիս որպես եկեղեցու դեմ պայքարողներ, կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում, Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ ու այսպես շարունակ։ Վերջում երկու միտք։ Միտք համար 1. Սիրելի քաղաքացիներ, նույնիսկ Facebook-ը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի լինել Facebook-յան օգտատեր ու բլոկում է իր գրածները։ Իսկ մենք իրան հանդուրժում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Եվ երկրորդը, լավ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում կա մի բան, որը պետք է շտապ ազգայնացնել։ Դա վարչապետի աթոռն է։ Շնորհակալություն։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Այնքան շատ է շուտ այս ամբիոնցնչում իշխանականների կողմից, որ մեկին ուղղակի անդրադառնամ, ասում է, որ զոհված ընտանիքների անդամներին աջակցություն չի ցույց տրվել, անգամ ես եմ հիշում, նոր քիչ առաջ էլի բացեցի այդ բանը հիշեցի, որ 2500-ից ավելի ընտանիքներ ստացել են այդ աջակցությունը հեծից, բայց սրա մասին չի խոսքը։ Հարգելի հայրենակիցներ, մենք իսկապես քննարկում ենք մի նախագիծ, որը իսկապես սեփականազրկման եւ համակարգը հենց ազգային անվտանգության սպառնալիք ստեղծելուն ուղղված նախագիծ է։ Այսօրվա իշխանությունը ցույց է տվել եւ հաստատել է, որ ինչ խոստում որ տվել է, ոտից գլուխ ձախողել է։ Հիմա շատ པարզ հարց են տալիս, ասում են՝ լավ, ընդամենը 2 տարվա համար երաշխավորեք, որ չի թանկանալու, եթե դուք եք կառավարելու այս համակարգը։ Բայց հատուկ իշխանության վարկագծին փորձելով մարդկանց վարկաբեկել, արված աշխատանքը վարկաբեկել, ավելին, փորձելով ստեղծել մի հատ նես պատկեր, որ իրենք
հետևողականորեն հայ ժողովրդի բարին են ուզում, իսկ այ չար ուժերը այստեղ նստած հակառակն են անում, լինելով չար ուժեր, լինելով այս ամեն ինչը ստեղծող, գեներացնող մարդիկ, ամեն ինչի մեջ մեղադրում են։ Ոչ ավել, ոչ պակաս, հիմա ամբողջ համակարգը ներկայացվում է մեղադրանք իշխանության զավթման, ահաբեկչության եւ այլնի մեջ։ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում կա մի խումբ, որը որ իշխանությունն էլ է զավթել եւ ամենօրյա ռեժիմով ահաբեկչություն է իրականացնում, դա դուք եք։ Դուք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Եվ հիմա էլ հերթը հասել է սեփականության զրկման գործընթացներին։ Մնացած բոլոր մանրամասնությունները, պարոն Վարդանյան, հանձնաժողովում քննարկումների ժամանակ մասնագիտական, իրավական, հակասահմանադրականություն այս ամենի կներկայացվի։ Սիրելի ժողովուրդ, մի բան հստակ է։ Այս նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ոչ միայն վատանալու է համակարգը, այլ նաև Հայաստանը հայտնվելու է ծանր վիճակում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախ մի քանի ժամանակագրական արձանագրում եմ ուզում անել։ 2024 թվականի սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովում 334 դահլիճում քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը կազմակերպեց աշխատանքային քննարկում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահի հետ հեծի թեմայով։ Այդ քննարկումը եղել է հրապարակային, որտեղ որ խմբակցության падգամավորները խստագույն գնահատականներ են հնչեցրել եւ հարցադրումներ են արել հեծի գործունեության եւ Հայաստանում արկա էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ, եւ այդ հարցադրումները չեն ստացել պատասխաններ, եւ դա եղել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին։ Սամվել Կարապետյանը այդ ժամանակ ոչ մի հայտարարություն չէր արել, եկեղեցուն չէր պաշտպանում որևէ մեկից եւ այլն եւ այլն։ Դրանից օրեր անց վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ եւս քննարկվել է Հայաստանում էներգետիկ ճգնաժամի իրավիճակը։ Դրանից օրեր անց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է ներկայացրել, նաև տեղի են ունեցել այլ պաշտոնանկություններ։ Անցել են ամիսներ, 2025 թվականի մայիսի 20-ին վարչապետը հանձնարարական է տվել կառավարության ներկայացուցիչներին հեծի էներգետիկ ճգնաժամի, ինչպես նաև հեծի պետականացման հնարավոր գաղափարի վերաբերյալ, որից որոշ ժամանակ անց Սամվել Կարապետյանը թուրը ձեռքին նետվել է եկեղեցու պաշտպանությամբ, այն բան Դոն Կիխոտը, որը որ գնում է հողմաղացների հետ դեմ կռիվ տալու, եկեղեցուն ով ինչ էր ասում, ինքն էլ գնացել է եկեղեցին բանը խիզախորեն պաշտպանելու։ Սա է եղել ժամանակագրությունը, հարգելի, սիրելի հայրենակիցներ եւ հարգելի գործընկերներ։ Ընդդիմությունն ասում է, որ բանը հեծը խլում են, ոչ, հեծը չեն խլում, պարզապես քանի որ մենք հեծը պետականացնում ենք, իսկ դուք պետությունը համարում եք խալխինը, ձեր համար հեծը խլել է, որովհետև հեծը գնալու է ժողովրդին նա դառնալու։ Իսկ դուք ժողովրդի եւ պետության ունեցվածքը գույք պարտքի դիմաց տվել եք օտար պետության։ Հիմա եկել եք ստեղ բան եք անում, ճամարտակում եք հեծը խլելու կամ ուրիշ բաների մասին։ Եվ դուք էլ տերորիստական խմբավորումներին աջակցող քաղաքական ուժ եք եւ դուք կիսում եք այն պատասխանատվությունը, որը կիսում են տերորիզմ կազմակերպողները։ Եվ դրա մասին դեռ շատ ենք խոսելու։ Շնորհակալ